դեպքում, եթե Միացյալ Նահանգները հայտարարում է աշխարհի մի որևէ հատվածը իր ազդեցության գոտի, արդյոք մյուս երկրները, որոնք կարող են իրենց թույլ տալ, նույնպես չեն կարող հայտարարել, որ այս աշխարհի այսինչ մասն էլ մեր ազդեցության ոլորտն է, եւ շատ հետաքրքիր էր Ռուսաստանի պետական ռոպագանդայի ներկայացուցիչներից մեկի Սոլովյովի այն հայտարարությունը, որ եթե Միացյալ Նահանգները համարում է, որ արևմտյան մայրցամաքը իրենց ազդեցության գոտին է, արդյոք մենք չենք կարող հայտարարել, որ նախկին Խորհրդային Միության երկրները մեր ազդեցության գոտին է, եւ մենք նույնպես չենք կարող հատուկ գործողություններ իրականացնել, ինչպես Միացյալ Նահանգները Վենեսուելայում իրականացրեցին։ Նույն խնդիրը դնում է նաև Չինաստանը, այսինքն այն երկրները, որոնք կարող են իրենց թույլ տալ նման կերպ պահել, իրենք պահում են եւ արդյոք Թուրքիան նույնպես չի հայտարարում, որ Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան իր ազդեցության գոտին է, այսինքն աշխարհի կառավարման ոլորտում այլևս արժեքային համակարգ գոյություն չունի, այլևս միջազգային կառույցները որևէ նշանակություն չունեն